Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Հայաստանը գերտերությունների զինանոցների խաչմերուկում։ Երբ չենք եղել, մեր անինքնավստահությունն է մեր թշնամին։ Մենք վերափոխվելու լուրջ խնդիր ունենք։ Սակայն երկու բան, այո, վաղը, մայիսի 28-ին Երևանում կցուցադրվեն հայոց բանակի նոր զենքերը, փառահեղ է։ Դիտեք, ընտրությունների հետ կապված։ Կասեն ոմանք, սակայն սա երկրորդական է ինձ համար։ Գնդապետ Ղումաշյանի հետ 3 տարի ռոբոտների համար տարված մեր դժվար աշխատանքն ապացուցեց, որ դժվար գործը մեծ համառություն և նպատակաուղղվածություն է պահանջում։ Ոչինչ չի կորչում, նրանք էլ իրենց տեղն ունեն, ամեն ծնունդ կյանք է։ Ցուցադրվող նոր զենքերը կան, նրանք բերվել են և Հայաստանում են։ Ռոբոտների համար պայքարելուց հետո խորապես հասկացա, որ մեր հաղթանակները մեր կամեցողության դաշտում են և պարտադիր են ազգի փրկության համար։ Երկրորդ, շատ կարևոր է այս հարցը։ Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց ինձ չափազանց մտահոգող մի հարցի։ Այն է, արդյոք ճիշտ է, որ 300 ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան։ Նախարարը կտրուկ ժխտեց հիմնավորելով, որ նման բան չկա, քանզի կես միլիոնից ավել հայեր Ադրբեջանից արտագաղթել են, նրանք ուր պետք է վերադառնան։ Հուսով եմ նախարարի պատասխանը հիմնավոր էր։ Բարեկամներ, շատ ազգեր օգտվեցին տեր որոնող մեր թուլությունից և մտան մեր մաշկի տակ, մեզ ոչնչացնելով որպես ինքնություն և դարձնելով իրենց պետական ու անձնական գործերի շահեկան ապրանք։ Ու մենք փոքրացանք այնքան, որ հայրենիքը պահեցինք մեր սրտի մեջ։ Ու ես գրեթե ամեն օր մի կտոր հիշողություն եմ արթնացնում, որովհետև սերունդը գալիս է, որպես աշխարհի քաղաքացի, ոչ թե հայ, մինչդեռ ազգերն ու ժողովուրդները մոլորակի մարմնի մասերն են և միօրինակությունը հերթական քաղաքակրթության անապատացում է։ Ինչն է մեր օրերի անուղղելին, եթե տղամարդու ուժը միայն իր ազգակից նման մեկին ոչնչացնելու մտքի վրա է աշխատում, ապա գիտցեք, նենգությունը լոկ ձու է, որ երբեք ճուտ չի տա։ Դու միշտ խոցելի ես լինելու, որովհետև ինքդ սխալ ես գործում, որը քեզ ներսից է ոչնչացնում։ Արդ հավաքենք մեր իմաստնության վերջին փշրանքները, քանի դեռ վերջին հայը չի դարձել ռուսահայ, թուրքահայ, ֆրանսահայ, հունահայ, ոչ թե հայ, ով Հայաստան ունի։ Թուրքիա-Ռուսաստան շատ կարևոր փաստաթուղթ է ստորագրվել։ Պատմությունն ապացուցել է, որ երբ այս երկու գերտերությունները դժվարին կացության մեջ բարեկամության ձեռք են մեկնել իրար, առաջինը հայերս ենք տուժել։ Իրար վարկաբեկելու փոխարեն ազգը համախմբելու տեղյակ առաջ ընկածներդ մտածեք երկրի վաղվա ապահովության մասին։ Այլապես վարչապետի աթոռը դրեք անկախության հրապարակում և հանգցրեք տիեզերքի լույսերը հեքիաթներից և կեղծ պատրանքներից սթափության իրականություն վերադառնալու նպատակով։ Ժողովուրդ ջան, չեղավ, առանց նեղանալու, ինչ է նշանակում դպրոցներ են կառուցում, որովհետև անուղեղ են։ Նյութը ելույթ ունեցողի խոսքերով ուղարկել էին ինձ։ Էթիկայի կանոններից ելնելով, քանզի ընտրություններ են առջևում, հղումը չեմ տարածում, սակայն ցնցվեցի։ Աչքիս առաջ քարանձավներում հայոց պատմության մատյաններ ճգնող և մեծ իմաստնության տաճարներ, մատենադարան և Սուրբ Ղազար կղզու բացառիկ պատմական թանգարաններ թողնող մեր պատմիչները կանգնեցին, ովքեր մեզ կտակեցին հավերժական լույսի ազգային կայծը, ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո, ոսկեղենիկ տառերով գրված անջնջելի պատվիրանը։ Դպրոցը գիտություն է, գիտությունը զարգացում և ինքնաապահովություն։ Կրթված հասարակությունը գանձ է, երկիրը ապահով և բազմամարդ։ Դպրոց ու կրթօջախ կառուցողը օրհնված է, անկախ նրանից, թե վայրենիներին կրթելու ընթացքում ինչ սխալներ է թույլ տվել, որոնք գալիս են դարձյալ հասարակության կրթության պակասից, թե անկիրտներին հեշտ է կառավարել։ Ոչ, սխալվում եք, ավելի բարդ է։ Տարիներ առաջ գործուղման էի մեկնել, երկրից դուրս այցելեցի մի երկու դպրոց, անկեղծորեն պիտի երդվեմ, կարծես թանգարան էի մտնում։ Մուտքի հսկիչներից մինչև երկրորդ հարկ բարձրացանք, ես տեսա այդ երկրի հզորության հիմքը և ցավով նկատեցի, որ Հայաստանում
Միայն դղյակներն ու կազինոներն են կատարյալ ու շքեղ, ահա թե ինչու են իրենք միշտ ուժեղ։ Խոսելուց երկար մտածեք, նախապես պարապեք բարձրաձայն եւ գրագետ մարդու ունկնդիր պահեք, որ չհրապարակեն խոսքի կուլտուրան ու հռետորիկան, զսպվածությունն ու չափի զգացողությունը, պահեք, որպեսզի մի քանի անաղարտ մնացած մարդիկ զարմանքից չքարանան։ Դպրոցներին հանգիստ թողեք, միայն օգնեք, որ զարգանան ու հարատևեն։ Միայն կիրթ սերունդն է ազգի հուսալի ապագան։ Նա կստեղծի եւ զենք, եւ հզոր Հայաստան։ Ազգային եսի պաշտպանությունն է ազգի ապահովությունը։ Թանկագին սերունդ, փակելով դպրոցի կամ բուհի դռները դու բաց ես անում բազում անհայտներով լի կյանքի դռները։ Դու մանկան նման քայլ ես անելու դժվար դարի բարձունքներով, մայրդ վաղուց բաց է թողել ձեռքդ։ Այժմ նա քո ձեռքի կարիքն ունի։ Դու պիտի վեր բարձրանաս, որ վեր պահես հայրենիքդ, արիների երկիր լուսաշող Հայաստանդ։ Դու ես լինելու ազգի ապագա եսը, քո լիարժեք կրթությամբ, ամուր բասկով, հայոց ուժեղ պետականություն ուխտելու կամքով, սպասելիքներդ քեզ վստահելով, Տեր չորոնելով, որովհետև դու ես հայրենիքի տերը։ Վաղվա Հայաստանի ամուր բռունցքը։ Բարի եկաք եւ թող Աստված օրհնի ձեր խոստումնալից երթը։ Ջերմագին մաղթանքներս ձեզ եւ շնորհակալություն բոլոր այն մանկավարժներին ու դասախոսներին, ովքեր ազգային բարձր գիտակցությամբ ձեզ են հանձնել ազգային անվտանգության դարպասների բանալին։ Չքնաղ սերունդ, մի քիչ էլ լավ բաներից խոսենք։ Սիրելի ընթերցողներ, այսօր մեր շուրջը տարածված բուռն խոստումների եւ իրար հանդեպ սերմանվող ատելության պայմաններում պարզապես բալասանի տպավորություն է թողնում YouTube-ի տարածած տեսանյութերը, կապված աշխարհի տարբեր վայրերում ապրող հայ երիտասարդության համախմբման, նրանց միասնական երգ ու պարային մշակույթի միջոցով իրենց ազգային ինքնության վերականգնման, հայ տեսակի ինքնահաստատման հետ, որը հայկականության յուրահատուկ բրենդ է դառնում։ Ինչն է ուշադրությունս գրավել։ Իմ եւ շատերի ցանկությունն է եղել աշխարհում ստեղծել հայկական ցանցային պետություն, որը որպես Հայաստանի Հանրապետության վահան ողջ աշխարհում կդառնա հայ տեսակի ճանաչման եւ պաշտպանվածության հզոր ուժ։ Աշխարհի տարբեր վայրերում նրանց խաղաղ ու ինքնապաշտպանվածության կայուն ու նպատակային ծրագրերով, մշակույթի համերաշխ վերաձուլման հիմունքներով նոր դարի ազնվական գեղեցիկ եւ խելացի երիտասարդությունը այդ ճանապարհով հիմք է դնում վաղվա հզոր Հայաստանի եւ հայկական մեծ սփյուռքի միասնական գոյության։ Սրա մասին պետք է մտածել։ Նոր սերունդը մեզ հուշում է, որ ինքն է վաղվա հայկականության տերը։